Լա Մանշի ջրերը կրկին դարձել են աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմ։ Մինչ Լոնդոնը սպառնում է ուժեղ հարվածներ հասցնել Ռուսաստանի ստվերային նավատորմին, Մոսկվան թվում է բացահայտ ծաղրում է այդ նախազգուշացումները։ Չորեքշաբթի օրը Սևծովյան նավատորմի նորագույն ծովակալ Գրիգորովիչ ռազմանավը հանդուգն կերպով ուղեկցել է պատժամիջոցների տակ գտնվող երկու նավթակիչների Դուվրից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա ռուսական կողմը ցուցադրաբար անցել է բրիտանական ջրերով, անտեսելով Քիր Սթարմերի կառավարության վերջնագրերը։ Ընդամենը մեկ ամիս առաջ վարչապետ Սթարմերը հատուկ լիազորություններ տվեց ուժայիններին կանգնեցնելու ու նույնիսկ առգրավելու այն նավերը, որոնք անօրինական կերպով ռուսական նավթ են տեղափոխում պատերազմը ֆինանսավորելու համար։ Սակայն իրականությունը պատկերված է հենց այս կադրերում։ Բրիտանական Royal Fleet նավատորմը միայն հետևում է ռուսական նավերին, բայց չի միջամտում։ Մինչ այս պահը Մեծ Բրիտանիան դեռևս չի գրավել ոչ մի ռուսական նավ, մինչդեռ ենթադրվում է, որ տասնյակ ռուսական նավեր անցել են Լա Մանշով Մեծ Բրիտանիայի վարչապետի սպառնալիքից հետո։